Պարոն Ասլանյան, թվում էր, թե իշխանությունը մտադիր է Վանաձորում գնալ արտահերթ ընտրությունների, սակայն պլանները կարծես թե փոխվում են։ Ինչով է դա պայմանավորված եւ ինչ զարգացումներ եք տեսնում, հաշվի առնելով, որ ավականին արդեն 3.5 տարի է այնից չի կարողանում գումարել եւ Նիկոլ Փաշինյանի նշանակած թեկնածուն է դարձել համայնքապետ։ Նախ ես իշխանությունների գործելավոճի մեջ ինչ-որ իրավական, քաղաքական որևէ տրամաբանություն երբևէ չեմ տեսել, որ կարողանամ տրամաբանության շրջանակներում իրենց որոշումները մեկնաբանել, այնուամենայնիվ իրենք չեմ կարծում, թե հակված էին մի բանի եւ արեցին մի այլ բան, այստեղ խնդիրն է, որ Վանաձոր համայնքում իրենք ասում են խոշորացված, բայց ըստ իրավական ընթացակարգերի Վանաձորը այդպես էլ չի խոշորացել իրավական առումով, որովհետև համայնքի ղեկավար չի ընտրվել, վարչական շրջանի ղեկավարներ չեն նշանակվել, համայնքի ընդհանուր բյուջեի գնահատական ու դա հաստատում չի եղել որպես խոշորացված համայնքի, հետեւաբար իրենք Վանաձոր համայնքում տապալել են սահմանադրական կարգը, տեղական ինքնակառավարման մարմինների գծով Վանաձորում 3.5, արդեն հեսա կրնի 4 տարի տապալված է սահմանադրական կարգը, այդ պատճառների, առիթների, իշխանություններին այդ ուղղությամբ ծառայություն մատուցողների մասին ես պայն չեմ ուզում խոսել, թե ոնց ստացվեց, որ պիտի վարչական դատարանում ընտրական վեճերը քննվեին 5-օրյա ժամկետում ըստ օրենքի եւ 4 տարի է այդ ընտրական վեճը շարունակվում է, այսինքն նույնիսկ դատարանների միջոցով, օրենսդրական տարբեր խառնիխուռն փոփոխությունների միջոցով Վանաձորում յուրացվել է սահմանադրական կարգը եւ տապալվել է սահմանադրական կարգը, թե ինչի են հիմա ասենց անում կամ ինչ ընտրությունների, այսինքն ես մեկը մարսել են, հիմա նոր ընտրությունների են գնում, ես չգիտեմ։ Այսինքն իշխանությունը հերթական ընտրությունների է գնալու եւ արտահերթ տեղը չի ունենալու։ Ես ելի եմ ասում, իշխանությունների գործողությունները փորձել դիտարկել տրամաբանության, իրավական տրամաբանության տեսանկյունից կարծում եմ ամենապատվաբեր գործը չի, որովհետև ես իրենց գործողությունները որևէ պրիզմայով չեմ կարողանում գնահատել։ Որպես ընտրված համայնքապետ դուք անցաք քրեական գործերով, ձեզ կալանավորեցին, դա որակվում է որպես ճնշում, քաղաքական հետապնդում ձեր անձի նկատմամբ։ Եվ այս համատեքստում դուք 2026 թվականին պայքարելու եք համայնքապետի պաշտոնի համար։ Գիտեք, իրենք բազմաթիվ աղաղակող ու իմ նկատմամբ, նաև իմ անձի նկատմամբ այնպիսի քրեաիրավական խախտումներ են կատարել, որ ես չգիտեմ դա ժամանակի ընթացքում որը ինչ կարգի իրավական պատասխան պիտի տա, բնականաբար ինձ որպեսզի ճնշեմ, որպեսզի սկզբում ես չմասնակցեմ ընտրությունների այդ ուղղությամբ, սկսեցին քրեաիրավական ճնշումները, հետո երբ որ ես տուրք չտվեցի այդ ճնշումներին, այնուամենայնիվ մասնակցեցի ընտրություններին եւ կարողացա Վանաձորում լինել առաջատարը, վերջնարդյունքում գրանցելով 45% ավականիում արդյունք, այդ ժամանակ արդեն իրենք տարբեր զարտուղի եւ ուղիղ ճանապարհներով ցանկացան այդ իշխանությունը մեր արձանագրած հաջողությունը յուրացնել, որին նույնպես ես համաձայնությունս չտվեցի, այսինքն իրենց հետ համագործակցության հուշագիր չստորագրեցի, որից հետո արդեն ուղիղ սպառնալիքներ միջև այդ էլ կային, հետո նրանք իրագործեցին ինձ կալանավորելու, մեկուսացնելու ու ոչ միայն ինձ կալանավորելու ու ճնշելու փակ տեղում պահելու, այլ նաև Վանաձորի ավականուն նույնպես բանտարկելու սկզբունքը, այսինքն Վանաձորի ավականին որպես ներկայացուցչական առաջնային մանդատով համայնքային առաջնային մանդատով օժտված մարմին գրեթե 4 տարի չի գործում շնորհիվ իշխանությունների կողմից վերահսկվող դատաիրավական համակարգի։ 26 թվականին պատրաստվում եք։ Ճիշտ ասած, ես իմ պայքարը չեմ դադարեցնելու, դա կլինի 26 թիվ, 27 թիվ, 25 թիվ եւ այլը, ես ամեն դեպքում ինձ իրենք դրել են այնպիսի վիճակի մեջ, որ իմ կողմից չպայքարելը կլինի իրենց կողմից ընդունել այս ժամանակաշրջանում իրենց կիրառած բռնաճնշումները, այդ ասպատակությունները, այդ արշավները, որոնք կիրառվել են իմ եւ Վանաձորի ու Վանաձորի ավականու նկատմամբ։ Դուք ԱԱԾ մեկուսարանում անցկացրել եք։ Չէ, ես ԱԱԾ մեկուսարանում չեմ անցկացրել, ես Վարդաշեն քրեակատորողական հիմնարկում եմ անցկացրել 2 տարի 7 ամիս։ Սամվել Կարապետյանի ըստեղեկությունների Արմավիր ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Ինչու ձեր կարծիքով ինչու են այդպես մեկուսացնում Սամվել Կարապետյանից եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը վախենում է իրենից։
Նախ թերևս անդրադառնամ իմ սկզբում հնչեցրած մտքին, այս իշխանությունների գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ նրանց կարած գործերը արդեն սկսել են այնպիսի ծիծաղելի դառնալ, որ նույնիսկ իրենց մեկնաբանություններին չեմ կարողանում ինչ որ հիմնավորումներ կամ adekvat գնահատականներ տալ մարդուն ընդամենը մի հարցազրույցի ժամանակ ու այնպիսի մարդուն, որը Հայաստանի համար, հայապահպանության համար որոշակի դերակատարում ունեցած մարդ է, բարեգործ է, մեծ բիզնեսմեն է, որը որ Հայաստանի պայմաններում չի հարստացել եւ նրա վրա այն պիտակները չեն կարող կպցնել թալանչիներ, նախկիններ եւ այդ մարդուն վերցնել ուղակի, չգիտեմ, իրենից այսօր քաղաքական գործոն կերտել, կարծում եմ դա իրենց հերթական կներեք ապաշնոր, ապիկար գործողություններից մեկն է, որի տակից չեմ կարծում թե կարողանալու են դուրս գալ։ Վանաձորի նախկին համայնքապետին էին ձերբակալել, տնային կալանք են տվել։ Ինչ է կատարվում այս փուլում առհասարակ համայնքապետերի ձերբակալման process է սկսվել։ Նպատակը ո՞րն է։ Գիտեք, մեր երկրում վերջի 6-7 տարում այդ process-ները այնքան ոչ պրոդուկտիվ, ես կարող եմ ասել ռեակցիոն ռեպրեսիվ դաշտում են այդ գործողությունները կատարում, որ իրավաբանությունը այդտեղ պիտի լռի, որովհետև ես ինչքան որ երեք տեղեկացա 18-19 թվի ինչ որ գործի շրջանակներում են եւ նոր հիշել են, որ այդ գործը ինչ որ վերակենդանացման եւ այլ, չգիտեմ ինչ նախադրյալներ ունի, թերևս ես այլ գնահատականներ չտամ, կարող եմ միայն ենթադրել, որ երևի թե Դարփինյաններն էլ Կարապետյանների նկատմամբ որոշակի հարաբերություններ ունեն, կարծում եմ հենց այդ համատեքստում են այդ։ Այն անձինք, ովքեր կաջակցեն, կպաշտպանեն Սամվել Կարապետյանին, կանցնեն։ Ես չեմ կարծում, թե այդ բոլոր անձանց, ուղղակի ում վրա որ իրենք ունեն լծակներ, ում վրա ունեն քրեա իրավական գործիքակազ որոշակի ճնշումներ կիրառելու, նրանց նկատմամբ կիրառում են եւ այդ մարդիկ չեն խորշում որևէ գործողություն կատարելուց, որևէ անբարոյական կամ, չգիտեմ, անտրամաբանական քայլ անելուց։ Արդյոք այս ձերբակալությունները, կալանավորումները կարող են կոտրել պայքարող մարդկանց, դուք այդ մարդկանցից մեկն եք, անցել եք այդ դժվարությունների միջով, ձեզ կարողացել են կոտրել։ Գիտեք ինչ, ես նախ կոտրվող այն տեսակը չեմ, ինչից կոտրվեմ, ես եթե իմանայի որևէ պահի իմ, չգիտեմ, իմ նկատմամբ այդ ընտրական փուլերի ընթացքում կամ այդ քրեաիրավական ճնշումների ընթացքում, եթե ես իմանայի, որ այդ քրեական գործերով ես թեկուզ փոքր ինչ որ մեղսակցություն ունեմ, հաստատ կներեք ես այն մարդը չեմ, որ ինչ որ բան կատարեմ ու չընդունեմ, ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց, ես երբեք չեմ ամաչում իմ սխալները ընդունելուց, բայց նաև ես շատ հետևողական եմ այն դեպքերում, երբ որ խախտվում է իմ անձնական, իմ քաղաքացիական ու քաղաքական իրավունքները եւ ինձ որպես կայացած իրավաբանի, որպես այս երկրին, այս քաղաքացիներին ծառայած մարդու, ինձ համար նախ վիրավորական է, երկրորդը գտնում եմ անբարոյականությունը իմ նկատմամբ այդ քրեավիր իրավական ոչ գործիքակազմը կիրառել եւ ինձ կանգնեցնել այնպիսի փաստի առաջ, որ ես այլևս կորցնելու բան չունենամ։ Իսկ առանց պայքար որևէ հաջողություն երբեք չի լինում ու այն մարդիկ, ովքեր որ մտածում են, թե առանց պայքարելու իրենք նստած տեղում կարող են հաջողություն ունենալ, կարծում եմ դա սխալ է, պիտի պայքարել, պիտի գտնել եղանակներ պայքարի, որպեսզի կարողանանք մեր երկիրը, մեր այս հին ու նոր երկիրը կարողանանք դնել պատշաճ, օրինակելի ու նաև տրամաբանական ռելսերի վրա։ Պարոն Ասլանյան, շատերի համար քրեակատարողական հիմնարկները անազատությունը իսկապես մտահոգիչ եւ վատ իրավիճակ կարող է լինել, օրինակ Սամվել Կարապետյանի նման մարդու համար, որը երբեք չի եղել կալանավայրում։ Դուք այնտեղ անցկացրած մարդ եք, ինչ զգացողություն ունեցաք, երբ ձեզ կալանավորեցին այն բանի համար, որ դուք ընդդիմադիր համայնքապետ եք, ինչ հոգեվիճակով եք այնտեղ անցկացրել այդ օրերը։ Նախ ասեմ ձեզ, ես էլ էի առաջի անգամ, թերևս, երբ որ հայտնվեցի քրեակատարողական հիմնարկում, ինձ համար անակնկալ չէր, ես գիտեի, որ ինձ կալանավորելու են, բնականաբար չգիտեի ինչքան ժամանակով, ինչ երկարությամբ եւ ինչ այդ քրեադատավարական
այդ կոմպլեքս շրջանակներում, բայց բնականաբար հոգեբանորեն պատրաստ էի եւ իմ տնեցիներն էին պատրաստ եւ իմ ընկերներն էին պատրաստ, ես գիտեի, որ ինձ կալանավորելու են, որովհետեւ իրենք չէին էլ թաքցրել իմ հետ այդ առումով գոնե ազնիվ են եղել, որ ինձ պիտի կալանավորեն, քանի որ ես չեմ մտնում իրենց առաջարկած օրակարգի մեջ։ Անկեղծ ասած, ես մեծ հոգեբանական որևէ արգելքների չեմ հանդիպել, հա, ֆիզիկական ազատությունը սահմանափակված է եղել, բնականաբար ապրել եմ քրեաիրավական այդ կանոնների վարքագծի շրջանում, բայց որևէ անգամ իմ ազատատենչությունը, իմ մտքի, չգիտեմ, թռիչքն ու մտածելակերպը երբևէ որևէ բանով սահմանափակված չի եղել, բանտը կյանքի վերջը չէ, բանտը նույնիսկ վերարժևորելու, տրամաբանորեն նոր որոշումներ կայացնելու, ինքնակրթվելու նաև վայրը, որտեղ բավականին մարդը ազատ ժամանակ ունի ինքն իրենով զբաղվելու, քննարկելու իր անցած ուղին, հետագա անելիքներ, այնպես որ սարսափելի բան չկա, բնականաբար որևէ մեկին չեմ ցանկանում հայտնվել բանտում, ինձ թվում է ավելի շատ շրջապատող մարդկանց ու ընտանիքի անդամների համար է դժվար, քան թե քրեակատարողական հիմնարկում գտնվողի։ Ես նաև նկատի ունեմ, տեսեք, մարդը երբ որ հանցանք է կատարում եւ նստում է, կոնկրետ գիտի, որ հանցանքի համար է կալանավայրում, բայց երբ քաղաքական գործիչ է եւ ընդդիմադիր է գործող իշխանությանը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ լինելու պատճառով է կալանավայրում։ Հենց այդ զգացողությունը արդյոք ինքնավստահություն եւ ել ավելի արժանապատվություն է, հա, ներշնչում մարդուն։ Կներեք, ես ինչ-որ մեկին դեմ լինելու, ես հանուն Վանաձորի եմ պայքարել, ես երբևէ չեմ համարել, որ ինչ-որ մեկին դեմ լինելու համար կարելի է նստել, բայց քանի որ այդ համակարգը ամբողջ ուժով իմ նկատմամբ կիրառել է այդ մեքենան, ես դա ընդունել եմ այդ մարտահրավերը, այդ նետված ձեռնոցը վերցրել եմ եւ իմ կալանքը գիտակցված եմ կրել, ես որևէ անգամ չեմ մտածել, որ ես իզուր եմ այնտեղ, որովհետև ես գիտեմ ինչ է կատարում այսօր մեր երկրում, ինչ մեթոդներով են մարդիկ կառավարում, ինչ երկակի ստանդարտներ է տիրում ընդհանրապես մեր հասարակության, քաղհասարակության մեջ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրական պրոցեսների վրա ազդեցությունների եւ լրիվ բնական եմ համարել, որ այսօրվա իշխանությունը ընդհանրապես ունի ապահովվածություն որոշակի իրավական աշխարհաքաղաքական կենտրոններից եւ ինքը ցանկացած քայլի ընդունակ է գնալու ու դա հենց այդպես էլ ընդունել եմ, որ լրիվ օքեյ է, որ ինձ այդ մարդիկ պահում են անազատության մեջ։